35 եւ բարձր տարիքի կանայք, իրենք որոշակի ռիսկի խումբ են կազմում էքստրագենիտալ, այսինքն արտասեռական հիվանդությունների պարագայում, այսինքն դա կլինի զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, անոթային փոփոխությունները, կլինի վայրիկոզ լայնացում, կլինի այլ հիվանդություններ, մի շարք քրոնիկ եւ աուտոիմուն հիվանդություններ, վահանաձև գեղձի ախտահարումներ, ինչպես նաեւ պետք է հաշվի առնենք, որ մեզանում երիտասարդացել է քաղցկեղը։ Այսինքն մի մեծ համալիր է, երբ կինը առաջին անգամ կամ ոչ առաջին անգամ, այլ կրկնակի երակի 4-րդ անգամ պլանավորում է հղիություն 35 տարեկան եւ բարձր, ինքը պարտադիր պետք է ստուգվի։ Այսինքն մենք ասացինք առաջի քայլը դա մանկաբարձ գինեկոլոգ, երկրորդ քայլը դա անհրաժեշտ հետազոտություններ, երրորդ քայլը դա հարակից, եթե կինը գիտի, որ նա ունի որոշակի առողջական խնդիրներ, եթե գիտի, ապա պարտադիր հարակից մասնագետների նախնական զննում, նախնական խորհրդատվություն, իսկ առանձին մի խումբ է կազմում ուլտրաձայնային հետազոտությունն է։ Ինչու, որովհետև նույնպես տարիքից ելնելով կարող է լինեն արդեն կառուցվածքային փոփոխություններ, որոնք մենք կարող ենք ախտորոշել մեծամասամբ ուլտրաձայնի շնորհիվ։ Այսինքն նաև ինչպես լաբորատոր հետազոտություններ, այնպես էլ գործիքային հետազոտություններ պետք է իրականացվեն։ 5-րդ քայլը մենք խոսում ենք կանանց մասին, բայց նաև պետք է խոսել երեխայի ապագա հայրիկի իր հետազոտումը։ Այսինքն այդ մի մեծ համալիր է, որը չի կարելի կնոջը պարզապես առանձնացնել, ոչ զույգը պետք է հետազոտվի։ Նախ եւ առաջ խորհուրդ եմ տալի ապագա մայրիկներին 35 տարեկան եւ բարձր ընդհանրապես չվախենալ։ Որոշել եք գնացեք այդ քայլին, որովհետեւ այդ հղիությունները կարող են ընթանալ առանց որևէ բարդության, կարող եք շատ հեշտ հղիանալ։ Այսինքն այդ ամեն ինչը ինչի մասին մենք խոսում ենք, հա, ինչի մասին մենք խոսում ենք, դա մենք խոսում ենք բարդությունների մասին, որոնք այդքան մեծ տոկոս չեն։ Պարզապես եթե մենք համեմատենք դիցուկ 25 տարեկան, 20-ից 25 տարեկան տարիքային խումբը, ու ասենք 35-ից 40-ը, այո, որոշակի բարդություններ ավելի հաճախ են այդ խմբում 35-ից 40-ը, բայց իմ առաջի խորհուրդը մի վախեցեք, որոշել եք մայրանալ, գնացեք այդ քայլին։ Իսկ երեխայի տեսակետից ինչն է մեր համար կարևորը, որ այդ տարիքային խմբում մի փոքր ավելի շատ են քրոմոսոմային անոմալիաների ռիսկը, մի քիչ ավելի շատ է։ Այդ իսկ պատճառով բժշկագիտությունը փոխվել է, այսօր մենք բոլորին ենք խորհուրդ տալի անտենատալ թեստեր իրականացնել եւ իրականացնել սկրինինգային հետազոտություններ։ Մեր հսկողության ուրեմն բուրգը փոխվել է, եթե առաջ ոնց որ մենք ասում էինք, թե սկիզբը դա հանգիստ է ընթանում եւ այլն, հետո կարևորը ամենակարևորը մենք գալիս ենք դա երրորդ եռամսյակը, ապա բուրգը հիմա փոխվել է։ Մենք դեպի 12-ից 16 շաբաթական ժամկետում մեր հղին պետք է լինի լիովին հետազոտված, լիովին որոշած այն բոլոր ռիսկերը, որոնք կարող ենք մենք ունենանք երրորդ եռամսյակում, եւ ինչպես նաեւ կանխատեսենք եւ կանխարգելենք պտղի անոմալիաների հարցը, պտղի անոմալիաների արկայությունը, այսինքն մենք հիմա սկրինինգը բերել ենք առաջի եռամսյակ 11-ից 14 շաբաթական, բայց այդ խումբը անկախ նրանից դա առաջի հղիությունն է, թե կրկնակի երակի հղիություններն են, 35 տարեկան եւ բարձր կինը պարտադիր պետք է անցնի բիոքիմիական սկրինինգ։ 35+-ը, թե 25+-ը, 20+-ը չունի ինչ-որ առանձնահատկություն սնունդի հետ կապված։ Պետք է հղին սնվի առողջ, պետք է օրվա ընթացքում ստանա բոլոր անհրաժեշտ նյութերը, այսինքն սպիտակուց, ածխաջրատներ, ճարպեր, ամեն ինչը պետք է բալանսավորված լինի, այսինքն ինչ եմ խորհուրդ տալիս բոլոր հղիներին, նամանավանդ ամառվա սեզոնին, նամանավանդ միրգը փորձել ուտել օրվա առաջի կեսին, այսինքն մինչև մոտավորապես ժամը 4-ը։ Ինչու, որովհետև կնոջ օրգանիզմը, հա, ինքը արդեն ինքը մեկը չի, երկուսն են, չէ, ու նյութափոխանակությունը
այն մակարդակին չի, ինքը մի փոքր դանդաղում է, եւ երբ մենք ավելի ուշ ենք միրգը ընտում, ապա ոչ հղի կնոջ մոտ կարող է լինեն որոշակի աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ։ Հղի մոտ այդ հատվածում նաև արդեն աճող արգանդա բալիկի հետ միասին, այսինքն մենք այդպիսի խորհուրդներ ենք տալի։ Հղին պետք է շատ հեղուկ խմի, 1.5-ից 2 լիտր, իսկ օրինակի համար ամառը եւ շոկ է, անգամ մենք խորհուրդ ենք տալի, եթե կարողանում է հղին խմել 2.5 լիտր։ Ինչու? Ցանկացած տարիքային խմբում գտնվող հղիի մոտ իր շրջանառող արյան ծավալը բարձրանում է մոտ 80%-ով պլյուս, այսինքն եթե մենք սովորական կյանքում 4.5-ից 5 լիտր արյուն ունենք, ապա հղիության վերջում 8.5-ից 9 լիտր։ Բոլոր հղիներին անկախ տարիքային խմբից խորհուրդ եմ տալի չսահմանափակել ֆիզիկական ակտիվությունը։ Հղիությունը դա առողջ process է, հղիությունը դա հիվանդություն չէ։ Եթե դուք մինչ այդ հաճախել եք մարզասրահ, խնդրեմ, եթե չկա բժիշկը չի տեսնում սահմանափակումներ, հաճախեք պարզապես ձեր ծանրաբեռնվածությունը նվազեցրեք։ Ամենահիմնական վիտամինը, որի մասին մենք խոսում ենք, դա ֆոլաթթուն է։ Եվ մենք խորհուրդ ենք տալի հղիության պլանավորումից 3 ամիս առաջ, նախքան արդեն հղիանալ, արդեն օգտագործել ֆոլաթթու։ Ինչու՞, որովհետև դա գիտականորեն ապացուցված է, որ ֆոլաթթուն կանխում է ֆոլաթթվի ճիշտ մակարդակը կանխում է նյարդային խողովակի արատների զարգացումը պտուղների մոտ։ Եվ կարևորը նա է, որ այդ ֆոլաթթվի ընդունումը լինի մինչև 6-7 շաբաթական ժամկետը, երբ որ արդեն սկսում է դա ձևավորվել, այդ իսկ պատճառով այդ մեր խորհուրդը նրանում է, որ նախքան հղիանալը 3 ամիս առաջ արդեն օգտագործել մինիմալ պրոֆիլակտիկ դեղաչափը դա 400 միկրոգրամն է, բայց կան դեպքեր ռիսկի խմբերի համար, երբ որ արդեն մենք առանձնացնում ենք եւ դեղաչափը փոխվում է։ Կան իրավիճակներ, երբ որ մենք խորհուրդ ենք տալի, որ հղին առանձին յոդ օգտագործի։ Եթե իրավահանաձև գեղձի ցուցանիշները բավարար են եւ թույլ են տալի այդ ուրեմն հավելումը օգտագործել։ Հաջորդը կալցի։ Հաճախ լինում է, որ գիտեք հղիների մոտ ատամներն են ուրեմն փշրվում, այսինքն կալցիի պակասը կարող է դրա հետ կապված լինի։ Եվ մենք խորհուրդ ենք տալի կալցի այդ դեպքերում եւ ընդհանրապես պրոֆիլակտիկել ենք խորհուրդ տալի։ Ջղաձուխումների ժամանակ առաջարկում ենք մագնեզիումի եւ կալցիի ուրեմն համադրությունը 4 ժամվա տարբերությամբ երկաթ, շատ կարեւոր մի խնդիր։ Դա հղիների սակավարունությունն է։ 35 տարեկան եւ բարձր տարիքը դա կեսարյան հատման բացարձակ ցուցում չէ։ Բնավ եւ կինը կարող է ծննդաբերել։ Գալիս է կին ասում է ես 36 տարեկան եմ, ամուսնացել եմ, առանց որևէ խնդրի հղիացել եմ, ես ուզում եմ ծննդաբերեմ, որովհետև ուզում եմ երեխայիս ավելի երկրորդ երեխայիս ավելի շուտ ունենալ, քանի որ մի փոքր ուշ եմ ամուսնացել ընդհանուր պոպուլյացիայի համեմատ։ Եվ եթե կա պայման, երբևէ որևէ բժիշկ ստիպողաբար այդ կնոջը չի իրականացնում կեսարյան հատում։ Այստեղ մենք պետք է գանք ինչ-որ կոնսենսուսի, հղի, իր ամուսին, բժիշկ ու գալ ճիշտ որոշման, թե ինչպես վարել ծնունդը։ Այն ամենը, ինչը ես ասացի, վերաբերվում էր առաջի հղիություններին, երբ որ դա 35 եւ բարձր առաջի հղիությունն է։ Եթե կինը ունենում է երկրորդ, երրորդ, չորրորդ երեխային 35 եւ ավելի մեծ տարիքում, բայց նախքան այդ բնական ճանապարհով է ծննդաբերել, ապա ընդհանրապես կեսարյան հատումը քննարկվում է միմիայն խիստ ցուցումների դեպքում։ Շատ կարևոր հարց է երեխայի զարգացման մոնիտորինգը, հսկողությունը։ Եվ ինչպես ասացի, առաջինը դա 11-ից 14 շաբաթականի սկրինինգն է, որով մենք փորձում ենք կանխատեսել պտղի անեուպլոիդիաները, այսինքն քրոմոսոմային անոմալիաները։ Հաջորդ քայլը, որով մենք հետևում ենք երեխային, դա երկրորդ ուլտրաձայնային սկրինինգն է 18-ից 22 շաբաթական ժամկետը, երբ որ մենք արդեն կարող ենք ախտորոշել հնարավոր այլ արատներ։
կլինեն սրտի արատներ, ուրեմն ոսկրային համակարգի արատներ, գլխուղեղի որոշակի զարգացման արատներ, նրանցից մի մասը պարտադիր պետք է նաև դիագնոզվեր արդեն 11-ից 14 շաբաթական ժամկետում։ Հաջորդ հետազոտությունը, որը մենք նայում ենք ինչպես է երեխան զարգանում, բայց դա էլ է նույնպես ցուցումով, դա պտղի եւ մոր անոթների դոպլեր ֆլուսոմետրիան է, երբ որ մենք տեսնում ենք ինչպես է սնուցվում, ինչպես է կա արդյոք թթվածնախաղ, հիպոքսիա եւ դրա նշաններ։ Եվ նաև 32-ից 34-36 շաբաթական ժամկետներում նաև դա մեր վերջի ուլտրաձայնային հետազոտությունն է։ Դա մենք խոսեցինք 3 ուլտրաձայնային հետազոտություն, որոնք պարտադիր են։ Դոպլեր հետազոտությունը պարտադիր է ռիսկի խմբի համար, պարտադիր։ Սովորաբար դոպլեր ֆլուսոմետրիան մենք անում ենք այն դեպքերում, երբ որ մենք ունենք աճի խանգարում, նամանավանդ աճի դանդաղման մասին է խոսքը գնում։ Տեսեք, կինը անցել է իր 2 սկրինինգը, ամեն ինչ նորմալ է, բայց մեր կարծիքով հսկող մանկաբարձ գինեկոլոգի տեսակետից լավ չի աճում պտուղը։ Ապա մենք անում ենք հավելյալ ուլտրաձայնային հետազոտություն եւ կարող ենք տեսնել, որ այո, այդպիսի իրավիճակ է։ Եվ այդտեղ մեզ օգնության 28 շաբաթականից սկսած եւ մի քիչ անգամ ավելի շուտ գալիս է դոպլեր հետազոտությունը։ Այստեղ ինքը արդեն ցուցումով նա պետք է ցույց տա այդ հետազոտությունը, այդ սնուցումը կրիտիկ է թե ոչ, ապահովվում է աճող պտուղը թե ոչ, եւ այդպիսով մենք կարող ենք ուրեմն որոշել մեր հետագա գործողությունները։ Առաջադիր պլացենտայի դեպքում նորմալ տեղակայված պլացենտայի շերտազատման դեպքում գերճնշման պարագայում, երբ որ զարգանում է ծանր պրեէկլամպսիա կամ էկլամպսիա, ինչպես նաև սուր ցուցումները կարող են լինել պտղի կողմից, երբ որ մենք ախտորոշում ենք սուր հիպոքսիա պտղի կողմից։ Այդ դեպքերում մենք կարող ենք վաղաժամ գնալ ծննդալուծման։ Նաև կարող ենք գնալ վաղաժամ ծննդալուծման, երբ որ մեր մոտ լինում է պտղաջրերի վաղաժամ արտահոսք, երբ որ մեր մոտ արդեն կարող է զարգանալ վարակային բարդություններ, ինչպիսին են օրինակի համար խորիոն ամնիոնիտը, այդ դեպքերում էլ մենք պարտավոր ենք հղիին տեղեկացնել, հղիին ամուսնուն ընտանիքը տեղեկացնել եւ բացատրել ռիսկերը հղիության երկարաձգման եւ այդ դեպքում էլ մենք պետք է ցուցենք վաղաժամ ծննդալուծում։ Եղանակը դա բնական ճանապարհով թե կեսարյան հատման ճանապարհով որոշվում է ըստ իրավիճակի, բայց այդ դեպքերում մենք ցուցում ենք